Քանի թեման շատ ակտուալ է, ինքը մի հոդված է գրել է մեր Երամսյակում, եկեղեցի պետություն, միջիկնաժամային ոլորտները այդտեղ է, երկու խոսքով։ Քանի որ բոլորը սկսեցին ողջունել կենտրոնին, ես էլ ողջունեմ ցանկացած պետություն, երբ որ մտածում է ստրատեգիա, իր զարգացման ուղիները, ունենում է որոշակի կենտրոններ, լինում են հարթակներ, գիտական, հանրային հարթակներ, որտեղ մտքեր են արտահայտվում, մտքերը էփքում են և հետո բարձրանում է վերև և քաղաքական որոշումներ են անում։ Նորմալ երկրներում մինչև 50, երբեմն 100 տարի առաջ պրոգնոզներ են անում երկրի ուղղությամբ է զարգանան և դրանից հետևելով արդեն քաղաքականություն են վարում։ Հայաստանում սա չկա։ Հայաստանում բոլորը ամեն ինչ գիտեն, խոսքը վերաբերում է այն մարդկանց, որոնք իրենց քաղաքական գործիչ են համարում և պետական գործիչներ են համարում, և նման կենտրոններ չկա ոչ համալսարաններում, ոչ կուսակցություններում, ոչ պետությանեկից, կառավարությանեկից, ազգային ժողովից, ինչ-որ ինստիտուտներ, հարթակներ չկա։ Եվ պատահական չի, որ նման խոսվաղուցվան ծառեր է միայն Ռաֆիկ Հովհաննիսյանը, որովհետև ինքը Հայաստանի մթնոլորտից դուրս է մեծացել, այլ մտածողություն ունի և հասկանում է նման կենտրոնների կարևորությունը, և նաև Մանվելը շարունակում է այդ գործը, առաջի կենտրոնի տնօրենը մեր ընկերն էր Տիգրան Հայրապետյանը և այդ գործը շարունակում է և Մանվելը Սարգսյան շատ լավ շարունակում է։ Հիմա ինչ վերաբերում է հոդվածին, կարծ ինձ տեսակել, որ կրոնական ժամանակաշրջանը արդեն վերանում է, մենք եկել ենք արդեն լիբերալ աշխարհիկ ժամանակաշրջանի, և եթե կա ինչ-որ տեղ կրոնական մտածողություն, դա իսլամական կամ նման տիպի երկրներն են, որտեղ հանրային իրավունքը և կրոնական իրավունքը միմյանցից հնարավոր չի լինում պահանջատվել, դա միայն հիմնականում քրիստոնեական քաղաքակրթության հետ յուրահատուկ, սակայն մենք տեսնում ենք, որ կրոնը վերադառնում է և իսլամիզմը բերում է արդեն քրիստոնեական պատասխան, որի նաև արդյունքներն են Թրամփը, Եվրոպայում աչերը, որովհետև իսլամին ինչ կարելի է հակազդել, բայց այլայլականությունը, քրիստոնեական այլայլականությունը, որը իմ կարծիքով կարծես թե կլինի մենք դրան ենք գնում։ Եվ այս առումով ես փորձել եմ, ասենք, հայկական իրականության մեջ, ասենք, փորձել, թե եկեղեցին, որը հեղինակազրկված կառույց է իմ տեսակետից Հայաստանում, ինչ ռեֆորմներ պետք է արվի, ինչ կոնկրետ խնդիրներ, և փորձել եմ կոնկրետ այդ խնդիրները մատնանշել, այս մոտավորապես սա պետք է փոխվի։ Եվ նաև փորձել եմ հետևել եմ ցույց տալ, որ եկեղեցում մոտավորի չափ կարգալույսներ են եղել, և այդ կարգալույսներից շատերը ինչ-որ ելույթներ են ունենում, և փորձել եմ հասկանալ, լավ, եկեղեցին քարացավ, ասենք, տոտալիտար կառույց է, կաթողիկոս է, բոլորին հալածում է, մնացածը լուր են ունում, բայց սրանք արդեն դուրս են եկել, այս մարդկանց ասածների ինչա, և հիմնականում տեսնենք, որ այդ մարդիկ ունեն դժգոհություններ ֆինանսների հետ կապված, ունեն դժգոհություններ կաթողիկոսի հետ անձնական, բայց ինչ-որ միտք, որ ծնվել է և ասել է, գիտեք, ինչ ես մտքի հալածյալ եկեղեցու հետ կարգալույսների տեսքում համարյա չկա։ Եվ փորձել եմ նաև ցույց տալ այս մարդկանց դիսկուրսը, որ իրենք ինչ են խոսում, և վերջում ինչ-որ եզրակացություններ եմ արել, ու քան որ սպեցիֆիկ ոլորտ է, ինքը հետաքրքրի կարող են կարդալ, ինչ հետաքրքրի չկարդալ, բայց համենայն դեպս կրոնի ազդեցությունը սարսափելի ուժեղ է, և կարևոր չի դուք հավատացյալ եք, աթեիստ եք, թե չի, ինքը արժեքային համակարգով ձեզ վրա միայն ինքը ազդում է, ձեզնից անկախ պատճառներով։